Կիմ Էնգը, որն ավելի հայտնի է Այշա անվանումով, կամբոջացի է եւ 3 երեխայի մայր։ Նա բնակվում է Փնոմ Պենում եւ գտել է իր արվեստի ներկայացման համար անսպասելի միջոց՝ բրինձը։ Աշխատելով տանից նա եւ իր գործընկեր նկարիչների փոքր թիմը ստեղծում են նկարներ օգտագործելով բրնձի հատիկներ, յուրաքանչյուրը զգուշորեն տեղադրելով նկարի ուրվագծի վրա, որը նախապես սոսնձով է պատել։ Մի զույգ ակցանով եւ չդողացող ձեռքերով Այշան վերցնում է ներկված բրնձի առանձին հատիկներ եւ սեղմում դրանք մեկ առ մեկ սոսնձով պատված փայտե տախտակի վրա։ Մի մանրակրկիտ գործընթաց, որը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի ամիս, կախված ստեղծագործության չափսից եւ բարդությունից։ Նրա արվեստագետ դառնալու ուղին ամեն ինչ էր բացի ավանդականից։ Սիեմ Ռիփ նահանգում կպչուն բրնձե տորթերի նախկին վաճառող Այշան չուներ արվեստի հետ կապված որևէ կրթություն, եւ նրա ընտանիքում նկարիչներ չկային։ Երբ կինը հասկացավ, որ տորթերի առևտուրը քիչ եկամուտ է բերում եւ կարճ պահպանման ժամկետ ունի, իր ուշադրությունը սևեռեց բրնձի վրա, ոչ թե որպես սննդի, այլ արվեստի գործ ստեղծելու արտահայտ չմիջոցի։ Ուզում էի, որ աշխարհի մարդիկ տեսնեն, թե ինչ են պատրաստում Կամբոջայում բրնձի արվեստի ինչպիսի գործեր։ Ստեղծեցի բրնձի արվեստի նախագիծը, որի նպատակն էր խրախուսել երիտասարդ սերնդին հեռախոսներով չափազանց շատ ժամանակ անցկացնելու փոխարեն դիմել բրնձի արվեստին, բրնձի հատիկը նկարների մեջ դնելով։ Դա անելով նրանք կարող են զվարճանալ եւ դանդաղորեն հարմարվել արվեստը սիրելուն։ Դա լավ կլինի նրանց ապագայի համար։ Այշան ստեղծում է անկոր վատ, ապսարա, պարողներ, կամբոջական մշակութային խորհրդանիշներ եւ այլ բաներ պատկերող նկարներ, օգտագործելով ավելի քան 60 բնական գույն։ Նրա աշխատանքները մշակվում են ջրակայուն եւ միջատներից պաշտպանող սոսնձով, որը պահպանում է դրանք տարիներ շարունակ։ Գները տատանվում են մի քանի դոլարից փոքր կտորների համար մինչև հազարավոր դոլարներ մեծ աշխատանքների համար, որոնք նրա հաճախորդները նախապես պատվիրում են։ Այշան նաև ընդունում է անհատական պատվերներ տարբեր հաստատություններից։ Կոնեկտիկուտ նահանգի Գրինվիչ քաղաքի Բրյուս թանգարանը այցելուներին տանում է 500 միլիոն տարվա կյանքի եւ կորստի միջով ճանապարհորդության 6 ոչնչացում շրջիկ ցուցահանդեսով, որն առաջնելույթով հանդես է գալիս Հյուսիսային Ամերիկայում։ Ցուցադրությունն ուսումնասիրում է երկրի 5 հիմնական զանգվածային ոչնչացման իրադարձությունները եւ հարցնում, թե արդյոք մարդկային գործունեությունն այժմ հանգեցնում է 6-րդին։ Օգտագործելով բրածոներ, կմախքների կաղապարներ, մոդելներ եւ մեծածավալ արվեստի գործեր, ցուցահանդեսը ներկայացնում է այն արարածներին, որոնք նախքան անհետանալը մի ժամանակ գերիշխում էին օվկիանոսներում, անտառներում եւ նախապատմական լանդշաֆտներում։ Առանձնահատուկ ցուցադրություններից է Սքոթիի պատճեն գաղապարը, որը երբևէ հայտնաբերված ամենամեծ եւ ամենաամբողջական տիրանոզավր Ռեքսի նմուշներից մեկն է։ Հայտնաբերվել է Կանադայի Սասկաչևան քաղաքում։ Դինոզավրը ցույց է տալիս դժվար կյանքի նշաններ, այդ թվում բուժված կոտրված կողոսկրեր եւ վարակի հետքեր ծնոտում։ Տիրանոզավրի պատճեն գաղապարն օգնում է պատմել եղջյուրավոր դինոզավրերի եւ նրանց հասկանալու համար օգտագործված գիտական հետազոտական աշխատանքի պատմությունը։ Ցուցահանդեսում ներկայացված են նաև հին ծովային գիշատիչներ, հսկա հազարոտնուկի ազգականներ, սրածայր կատնասուն սողուններ, բրդյա մամոնտներ եւ Թասմանիայի վագրի վերակառուցված տարբերակը։ Ցուցահանդեսի կազմակերպիչ Դանիել Քսեպկան ասել է, որ ցուցահանդեսը ոչ միայն անհետացածի, այլև գոյատևման եւ էկոհամակարգերում տեսակների դերի մասին է։ Մենք այնքան շատ բան ենք արել էկոհամակարգի վրա բացասական ազդեցություն թողնելու համար։ Կա իսկապես ուշագրավ տեսակների մի շարք, որոնք կատարում են այս բոլոր տարբեր էկոհամակարգային ծառայությունները։ Նրանք կատարում են այս բոլոր դերերը երկրի վրա, եւ մենք ուզում ենք պաշտպանել դրանք։ Մենք ուզում ենք տարածք թողնել, որպեսզի նրանք գոյատևեն։ Ցուցահանդեսի վերջին բաժինը կապում է հին աղետները, ինչպիսիք են աստղակերպների բախումները եւ հրաբխային ակտիվությունը ժամանակակից սպառնալիքների հետ, ներառյալ կլիմայի փոփոխությունը, անտառահատումները եւ ինվազիվ տեսակները։ 6 ոչնչացում ցուցահանդեսը կազմակերպել է Գոնդվանա Ստուդիոսը։ Այն կտևի մինչև սեպտեմբերի 6-ը։ Փարիզում աճուրդի է հանվել մի պայուսակ, որը պատրաստված է կաշվից, որն ստացել են Միացյալ Նահանգների լաբորատորիաներից մեկում տիրանոզավր Ռեքսի բրածոներից ստացված կոլագենից։ Կապույտ պայուսակը ցուցադրվել է Դրուո աճուրդի տանը մեծ վաճառքից առաջ։ Ակնկալվում է, որ այն կվաճառվի 300-ից 500 հազար եվրոյով։
Սա երազանքի, գիտական իրականության եւ ինչ-որ չափով մեծ երևակայության խառնուրդ է։ Նախաձեռնության հեղինակ գիտնականները նշել են, որ նյութը մշակվել է 2000-ականներին Մոնտանայում հայտնաբերված դինոզավրերի մնացորդներից ստացված հին սպիտակուցային բեկորների միջոցով, որոնք տեղադրվել են անհայտ կենդանու բջջի մեջ կոլագեն արտադրելու համար, որը վերածվել է կաշվի։ Չնայած նախագծից դուրս գտնվող որոշ գիտնականներ կասկածամտորեն են վերաբերվել տիրանոզավրի կաշի տերմինին, ասելով, որ անհրաժեշտ կլինի այլ կենդանիներից ստացված նյութ, հնայաբանության փորձագետ Յակոբո Բրիանոն ասել է, որ ձեռքի պայուսակը ներկայացնում է իրական կառուցվածքը, որը ստեղծվել է բջջային հաշվարկներով, հիմնվելով բրածոներից հավաքած տեղեկատվության վրա։ Տեսախցիկների սիրահար Մաջիդ Շախաս Ալ-Ղամդին ոգևորությամբ այցելուներին ցուցադրել է իր թանգարանը, որտեղ ներկայացված են հարյուրավոր վինտաժային տեսախցիկներ իր ընտանեկան տանը, Սաուդյան Արաբիայի Խոբար բնակավայրում։ Մաջիդի խոսքով նրա ավելի քան 2300 նմուշից բաղկացած հավաքածուն ընդգրկում է լուսանկարչության ամենավաղ նմուշներից մինչև ժամանակակից անօդաչու թռչող սարքեր եւ լրտեսական տեսախցիկներ։ Ամեն ինչ սկսվել է այն պահից, երբ փոքր է եղել եւ հայրը տեսախցիկ է նվեր ստացել։ Դա տեսախցիկ էր, որը նվիրել էին հորս, ես շատ էի սիրում այն եւ շատ էի օգտագործում։ Հնարավոր է սա է առաջացրել իմ գիրքը, որը ստիպել է ինձ մտնել այս ոլորտ եւ կենտրոնանալ դրա վրա։ Մաջիդն ասում է, որ տեսախցիկներ է հավաքել Սաուդյան Արաբիայից եւ այլ երկրներից, այդ թվում միջազգային աճուրդներից։ Թանգարանն անշուշտ օգնում է մարդկանց, հատկապես լուսանկարիչներին, հասկանալու լուսանկարչության զարգացման փուլերը։ Տեսախցիկների թանգարանում պահվում են տեսա եւ լուսանկարահանող խցիկներ։ Այն ունի բաժին նվիրված առաջին նկարահանված տեսանյութերին։ Թանգարանն ունի նաեւ ինտերակտիվ տպագրական լուսանկարների մշակման կայան, տպագրական լուսանկարչության զարգացման գործընթացը վերարտադրելու համար։ Բացի այդ, ցուցադրվում են հազվագյուտ տեսախցիկներ, որոնք օգտագործել են հայտնիները, այդ թվում Մայքլ Ջեքսոնը եւ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը։ Կառավարության միջամտությունից հետո Կուրբան Բայրամի զոհաբերությունից փրկված եւ Բանգլադեշում ապրող ալբինոս Գոմեշը տեղափոխվել է ազգային կենդանաբանական այգի։ Իր յուրահատուկ շիկահեր մազափնջի համար Դոնալդ Թրամփ մականուն նստացած կենդանին անցած ամիս կայացած մահմեդական տոնից առաջ դարձել էր համացանցային սենսացիա։ Կուրբան Բայրամից մեկ օր առաջ իշխանությունները Գոմեշին տեղափոխել են Դաքքայի կենդանաբանական այգի, ինչը ոչ միանշանակ արձագանքի պատճառ է դարձել մուսուլմանական մեծամասնություն ունեցող այդ երկրում։ Կուրբան Բայրամի օրն այցելուները հավաքվել են տեսնելու այն կենդանուն, որի հանկարծակի համբավը փրկել է նրան սպանդից։ Մոտ 2 շաբաթ անց Գոմեշին տեսել են ավելի հանգիստ իր վանդակում, որտեղ այգու աշխատակիցները մշտապես խնամում են նրան։ Բավականին մեծ տարածք է հատկացվել, այնտեղ կան օդափոխիչներ, ջուր, գորգեր եւ մոծակներից պաշտպանվելու համար նախատեսված ցանցեր։ Այցելուները հավաքվել են հայտնի կենդանուն տեսնելու, ոմանք կատակել են, որ Գոմեշն այժմ ապրում է շքեղության մեջ, ինչպես իսկական նախագահ, համեմատած կենդանաբանական այգու մյուս հարևանների հետ։ Ալբինոս Գոմեշները հազվադեպ են հանդիպում Բանգլադեշում, ինչը նրանց փրկում է Կուրբան Բայրամի անասնապահության գագաթնակետային սեզոնի ընթացքում։ Չնայած չի բացառվում, որ հենց կենդանու մականունն է, որը հավանաբար փրկել է նրա կյանքը։ Էկվադորի Կոտոպաքսի նահանգում գտնվող ծաղկանոցը պահպանված վարդերը վերածում է մանրանկարչական դրոշների, պատրաստելով 2026 թվականի աշխարհի գավաթին մասնակցող բոլոր 48 երկրի գույներով ծաղիկներ։ Ծովի մակերեսից մոտ 3100 մետր բարձր գտնվող Տանիկուչի քաղաքում տեղակայված ծաղկանոցում ներկում եւ ձեռքով հավաքում են ծաղիկները։ Աշխատակիցներն զգուշորեն վերստեղծում են յուրաքանչյուր երկրի դրոշը մեկ վարդի բողբոջի վրա։ Նպատակն է հասնել 70,000 պահպանված վարդի միջազգային մրցաշարին մասնակցող 48 երկրի դրոշների գույներով։ Տանիկուչի ծաղկանոցի աշխատակիցները վստահեցրել են, որ անգլիական վարդն ամենաաշխատատարներից մեկն է, եւ ըստ տարածքի վերահսկիչ Էրիկա Այմականայի, անձնակազմը պետք է Սուրբ Գևորգի խաչը անմիջապես ծաղկի վրա հավաքի։ Վարդերն անցնում են վերահսկվող պահպանման եւ չորացման գործընթացի միջով, նախքան կին աշխատողների կողմից ձեռքով հավաքվելը եւ կարող են ունենալ 2-ից 5 տարվա կյանք։ Նախագիծը ծնվել է ֆուտբոլի գիրքը ազգային հպարտության հետ միավորելու ցանկությունից՝ մեկ վարդ, մեկ դրոշ գաղափարի ներքո։
Macy's-ի ամենամյա հուլիսի 4-ի հրավառության շոուի նախապատրաստող անձնակազմը հավաքվել է Մոհավե անապատում այս տարվա հրավառությունը փորձարկելու համար միջոցառման 50-ամյակի առիթով։ Այս տարվա ցուցադրությունը, ինչպես սպասվում է, կլինի ամենամեծերից մեկը, որի շրջանակում հրավառությունը կլուսավորի Բրուքլինի կամուրջը, Իսթ Գետի ստորին հատվածը եւ Հուդսոն գետը, որպես Միացյալ Նահանգների 250-ամյակի տոնակատարության մաս։ Նյու Յորքի ամբողջից հեռու տեխնիկները հրավառություն են արձակել գիշերային երկինք Լոս Անջելեսից ավելի քան 193 կիլոմետր հեռու գտնվող Լյուսերն հովտի մոտ, որպեսզի գնահատեն, թե ինչպես կգործի յուրաքանչյուր տարր հուլիսի 4-ի ուղիղ եթերով հեռարձակվող շոուի ժամանակ։ Յուրաքանչյուր հրավառություն փորձարկվում է բարձրության, ժամանակի եւ գույնի համար, երաշխավորելու համար, որ այն համապատասխանի հեռարձակվող միջոցառման համար նախատեսված խորեոգրաֆիային, որն ամեն տարի միլիոնավոր հեռուստադիտողներ են դիտում։ Նախատեսվում է, որ հուլիսի 4-ին անապատի լռությունը կզիջի իր տեղը Նյու Յորքի ծափահարող ամբոխին եւ լույսով լի երկնաքերին։ Մարոտ Հարվերդյան, Այլ լուրեր։